Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Քիչ առաջ իր Facebook-յան էջում գրեց Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը։ Սա շատ լուրջ մեղադրանք է։ Հիմա վերլուծաբանները, ժուրնալիստները, խմբագիրները, պատգամավորները խոսելու բան կունենան, երևի մի 10 օր։ Այսինքն գործը բացվեց։ Եվ կսկսեն տարբեր կերպ մեկնաբանել, վերլուծել այս ամենը, բայց մենք չենք լսի ամենակարևորը, իմ կարծիքով մենք չենք լսի ամենակարևորը։ Եկեղեցու կողմից լիազորված անձի հետևյալ հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցում կուսակրոնությունը խախտած հոգևորական չկա։ Եվ այդ իսկ պատճառով հետևապես գործածդ հանցագործությունների համար, ինչպես նաև տվյալ զրպարտության համար մենք քեզ ենթարկում ենք բանադրանքի։ Այդ հայտարարությունը տարբեր հայտարարություններ մենք կլսենք, բայց այս ամենը ես վստահ եմ ուղղակի, որ մենք չենք լսի։ Տարիներ առաջ, Եվ այս կոնֆլիկտն էլ, ինչպես մնացած կոնֆլիկտները կանցնի կգնա, արանքը կշահեն բնականաբար, ելի եմ ասում, փողով վերլուծություններ իրականացնող, լրագրողական գործունեություն իրականացնող, ինչպես նաև ուխտադրուժ պատգամավորներ, արանքը իրենք կշահեն, որովհետև խոսալու բան ունեն, Բաքվում իրականացվող դատը խոսելու բան չի, նոյեմբերի 9-ի պարտավորության 9-րդ կետը կոնկրետ խոսելու բան չի, եւ այսպես շարունակ։ 2018 թվականի կեղծ հեղափոխությունը խոսելու բան չի, ԱԱԾ-ի կողմից հավաքագրված վիժվաստների կողմից իրականացրած հեղափոխությունը խոսելու բան չի, բայց սա հիմա բնականաբար կդառնա քննարկման առարկա։ Տարիներ առաջ, հարգելի բարեկամներ, երբ Նիկոլը Սերժի հասցեին, հիշում եմ, ինչ-որ մի կոպիտ հայտարարություն արեց, Սերժ Սարգսյանը նախընտրական պայքարի ժամանակ ասաց, որ ինչ-որ վիդեո է տեղադրելու, մոտավորապես է մեջ բերում, ինչ-որ նյութ է դնելու, որից հետո անցնող դարձողը թքելու է Նիկոլ Փաշինյանի վրա, եւ դրանից անմիջապես հետո արդեն սերժական այդ ոչ թե լրատվականներ, այդ բլոգերները սկսեցին համապատասխան խոսույթ տարածել անմիջապես հետո։ Մյուս օրը 24 ժամ էր տվել, մյուս օրը Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը իր բերանով ասում է, թե ինչի մասին է խոսքը, ասաց, որ ինքը կեղտոտ սպիտակ եղանի մեջ չի մտնելու, ինքը այդ ամենը չի հրապարակելու, ովքեր գիտեն ինձ, գիտեն, որ ես դա չեմ անելու, եւ ամենազարմանալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մարդով ինքը իր լեզվի վրա կարծես թե չի կարող, Սերժի այդ հայտարարությունից հետո ուղղակի լռեց։ Այսինքն Նիկոլը գիտի, թե ինչ պիտի դներ Սերժը, եւ ուղղակի լռեց, եւ նաեւ այդ ֆրագմենտը նկատել էր Արմեն Աշոտյանը, ով հաջորդ օրը ասաց, տեսակ ոնց լռեցրեցինք, ակակ դիշալ։ Արմեն Աշոտյանի բառերն եմ ասում, ուղիղ մեջ եմ բերում Արմեն Աշոտյանի բառերը։ Հիմա այն ինչ որ արել են Նիկոլի նկատմամբ ժամանակին, այն ստորությունը ես չեմ արդարացնում որևէ մեկին։ Սա կյանքի օրինաչափությունն է։ Այն ինչ որ արել են Նիկոլի նկատմամբ, երբ ունեցել են վերահսկողություն ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, երբ ունեցել են հնարավորություն ստանալ ինֆորմացիա այդ կառույցից, հիմա Նիկոլը ունի հնարավորություն ստանալու ինֆորմացիա այդ կառույցից եւ նույնը անում է ինքը։ Սա Դալդա Հայաստանն է, կեղտոտ, հանցավոր հարաբերություններով կարգավորվող Հայաստանն է։ Այստեղ որևէ զարմանալու բան չկա։ Եվ այն հոգևորականները, ովքեր ժամանակին հանդիպում էին նախկին պատասխանատուների հետ, չեն ասել, պարոն նախագահ, այսքան ողբերգություն արեց, կոմպրոմատ չդրեցիր։ Այդ ինչի ես հիմա ուզում դնել իր դեմ այդ կոմպրոմատը։ Չեն ասել։
Կամ չեն ասել այդ որ նորմով, այդ որ բարոյական կամ գրավոր նորմով ես դու հետևել այս կամ այն մարդու սեռական կյանքին, չեն ասել։ Եվ չեն ասել հիմա էլ Նիկոլը այդ ամենը անում է չասողների նկատմամբ։ Եվ սա այսպես պիտի շարունակվի։ Պիտի շարունակվի այնքան ժամանակ, մինչև հային չփրկես հայից, մինչև հային չփրկես հայի իշխանությունից, հայի լծից։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պիտի զբաղվեր հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ռազմական հակահետախուզությամբ, սահմանային պաշտպանությամբ, հանցավորության դեմ պայքարով, բայց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել եւ զբաղվում է վուայերիզմով, այլոց սեռական կյանքը մշտադիտարկման ենթարկվելով։ Նախկինում եւ հիմա, եւ ժամանակ առ ժամանակ այդ ինֆորմացիան նաեւ պետք է այսպես օգտագործեն քաղաքական ախոյանների դեմ պայքարում։ Էլի եմ ասում, ես սպասում եմ, բայց վստահաբար այդ սպասելիքներս չեն արդարանալու, որ եկեղեցին լիազոր որևէ բարձրաստիճան հոգևորականի շուրթերով հայտարարելու է, որ իրենք չունեն կուսակրոնությունը խախտած հոգևորական եւ իրենք բանադրանքի են ենթարկում այս մարդուն իր իրականացվող այլանդակությունների համար այդպիսի բան տեղի չի ունենա։ Եվ շարունակելու ենք մենք մեր այս յուղի մեջ տապակվել, ասեմ ավելին, կանցնի որոշ ժամանակ, եւ մենք ելի կտեսնենք բարձրաստիճան հոգևորականներին Նիկոլի հետ հանդիպելով, Նիկոլի ձեռքը սեղմելով եւ Նիկոլին օրհնելով։ Այս վիճակը դա Աստված, այս վիճակից, այս ստոր վիճակից հային ազատի հայը, իսկ եթե չկարողացավ ազատել, թող որ հային օտարը ազատի